Պարոն Ալեքսանյան, խոսենք նաև Վարդան Ղուկասյանի երթմնակալության արարողությունից, իդեպ այդ արարողությանը մասնակցում էր Ռուսաստանի հյուպատոսը եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ եւ նաև դրան միացնելով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի Ստալինին հիշելու մասին։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես կարծում եմ, օրինակ մի հատ sense բան կա, էլի զուտ ասեմ, երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել եւ ոչ մի KGB-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն, որ հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը իրան կարա թույլ տա Ստալինի մասին այսպես նոստալգիկ դրական խոսույթով խոսա, դա ուղղակի խայտառակություն է։ Բացարձակ խայտառակություն է։ Բռնաճնշվածները Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ որ Ստալինապաշտ տերտերը իր այդ հայտնի ելույթն է ունեցել, էլի։ Ես կարծում եմ դա ուղղակի, չգիտեմ ինչ աստիճանի մի հատ նոնսենս է։ Այ օրինակ հիմա ատելության խոսք եք տարածում, պարոն Ալեքսյան, Ստալինապաշտ տերտերը, օրինակ դա ինչ արտահայտում։ Ստալինապաշտ տերտեր, մարդ, որը պաշտում է Ստալինին եւ տերտերը։ Տերտերը վիրավորական բառ է։ Դուք հայերենի տերտեր միայն Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է, ոգևորականները։ Տերտեր, բառը տերերի տեր։ Տերտեր բառը հայերենում օգտագործում է որպես հոգևորական իմաստով։ Տերտեր, հոգևորական, խոսակցական իմաստով։ Գնացեք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ցանկացած քաղաքացու հարցրեք։ Խոսակցականում ինչ է նշանակում տերտեր բառը։ Հիմա եթե ասում եք տերտեր բառը ատելության խոսք է, դա էլի գնահատական ինչ ասում։ Տերտերը Դե Ստալինապաշտ, որտեղ պաշտում է ակնհայտորեն Ստալինին ու դրա մասին ելույթ է ունենում։ Եվ մի ճշտում եմ, էլի բոլորս գիտենք Ստալինի վերաբերմունքը, խոսքի ազատությունը դրա մասին ինձ խոսել է անիմաստ եղել այդ ժամանակներում եւ այդ ժամանակներում մամուլի ազատության այս պայմաններում խոսել Ստալինի մասին ինչքան հաճախ։ Դե դա հասկանում եք, դա իրանց բանն է, էլի։ Իրանց երազանքն է, նրանք ինչ են անում, փորձում են օգտվել ժողովրդավարության բոլոր պտուղներից հետ բերելու համար Հայաստանում բռնապետություն ու բռնատիրություն։ Այսինքն այն որ տենց ամենօրյա ռեժիմով իշխանությանը քննադատում են տենց մաքսիմալ ընդդիմադիր լրատվականների քանակ են ապահովում, մաքսիմալ ատելության խոսքի քանակ են ապահովում իրենց լրատվականներով, հետո ինչի համար են դա անում, որպեսզի հետագայում, երբ որ իրանք կարողանան ինչ որ իրանց երազներում էլի հաստատել բռնատիրական կարգերը, արգել են բացարձակապես ցանկացած ազատ խոսք ու ցանկացած քննադատություն օրինակ իրանց նկատմամբ, որտեղ Շագրավ է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մամուլի ազատությունը ընդգծելու համար հիշատակվում է Ստալինի օրոք տեղի ունեցածը, պարոն Ալեքսանյան։ Երբևէ Հայաստանի Հանրապետությունում մամուլը այնքան ազատ չի եղել, ինչքան հիմա է։ Ու դա փաստը անվիճելի ուղղակի, անառարկելու անվիճելի։ Ցանկացած ժամանակաշրջանի, ցանկացած օրվա, ցանկացած ժամի հետ համեմատ։ Ցանկացած առանց բացառության։ Ժողովի ամբիոնից թիրախավորում եք լրատվամիջոցներին։ Որ լրատվամիջոցներին։ Չեք հիշում, Ինչով ենք, թե ինչով ենք։ Դուք ազգային ժողովում քիչ առաջ ելույթ ունեցաք, թիրախավորեցիք մեդիա դաշտին։ Ինչով որ մեդիա դաշտին, որն էր օդից կախված։ Դե երբ որ դուք ասում եք սևով աշխատավարձ են ստանում, կամ դուք արդեն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք։ Հանցագործության մասին հաղորդում չէ, բայց կոնկրետ տեղեկատվություն փոխանցեցի նաև կոչ արեցի, որպեսզի Դուք անուղղակի թիրախավորեցիք, հիմա լրատվամիջոցն են, բառն շատ բարձր եմ ասում։ Եվ դուք անհասցե նման Չէ, Նարեկ ջան, կներեք։ Դուք այսքան ձեզ թվում է, որ պետք է ընդդիմադիր լրատվականները ամենավերջի հայհոյանքը, ամենավերջի զրպարտություն, բարի ուղիղ իմաստով հայհոյանքը, բարի ամենաուղիղ իմաստով հայհոյանքը տպագրեն ու դրա մասին ասենք խոսակցություն չլինի, ասենք դրան ի պատասխան խոսակցություն չլինի։ Ձեզ իրոք թվում է, որ պետք է ընդդիմադիր Նարեկ ջան, ձեզ թվում է, որ պետք է, նորից եմ ասում, ուղիղ, բարի ամենաուղիղ իմաստով հայհոյանք գրեն, տպեն, լուսաբանեն ընդդիմադիր լրատվամիջոցները, դուք եք այլ բանի մասին խոսում, ես խոսում եմ թիրախավորում եք ամբողջ։ Ես ամբողջին չեմ թիրախավորում։ Հիմա ակնհայտա որ ֆակտոր AM-ը Կիրակոսյանը սևով է ստանում։ Նարեկ Կիրակոսյանը ֆակտոր AM-ը ես վստահ եմ, որ սևով չի ստանում։ Ես որպես օրինակ բերեցի։ Բայց ես վստահ եմ, որ դուք ինձնից լավ գիտեք, թե որ լրատվականներում են սևով ստանում։ Շատ բան գիտեմ, իշխանության մասին էլ շատ։ Դե ասեք, ասում եք ամեն օր լավ եք անում իդեպ որ ասում եք, ինչ գիտեք, ասեք, ես ձեզ հորդորում եմ, ինչ գիտեք օրենքի հետ ենթադրաբար խնդիր ունեցող, անպայման ասեք ամենօրյա ռեժիմով
բերումով ասեք, բայց դա չի նշանակում, որ պետք չէ ասել բաներ, որոնց մասին բոլորս գիտենք, ու դուք ինձնից լավ գիտեք։ Դուք ինձնից լավ գիտեք, քանի ընդդիմադիր լրատվական իշխանությանը, այսինքն դրա մասին պետք է հիշել, երբ իշխանությանը միշտ են հայհոյում իշխանությանը, ինչ որ պահի պետք է ասել դրա մասին։ Քնիկ հայոյում ժամանակին իշխանության։ Ես լրատվամիջոցի ներկայացուցիչ երբեք չեմ եղել։ Եթե ընդդիմադիրը եղել, ուրեմն կարող եք հայոյել լրատվամիջոցները չեն։ Դե կարող են, հիմա էսա, դե ձեր մոտեցումը այնա, որ կարող են լրատվամիջոցները հայոյել, ես էլ դրա հետ համաձայն չեմ, Կորյուն ջան։ Չեմ պաշտպանում, պարոն Ալեքսանդր։ Դե ասում եք դուք կարող եք, չեն կարող։ Հանդուրժող լինեք, շատ մի կենտրոնացեք։ Կորյուն ջան, չեմ լինելու հանդուրժող։ Այսինքն ձեզ թվում է աշխատանքից կախված են, հայ, այսինքն ձեզ թվում է քեշ փողը դնում են ջեբները, բայց իրանք սպասում են, այ, բայց սպասի, ճիշտ է, իհարկե, այս մեկը փողը տվել է, Սերժը տվել է, Քոչյանը տվել է, բայց չէ, մի վարքյան մի հատ նայեմ տենամ իշխանությունը ոնց աշխատեց, այ վատ աշխատեց, այ սպասի հայհոյում։ Ձեզ իրոք թվում է տենց է։ Փողով է հայոյում, դες անկեղծ հայոյողներ չկան, այսպես ասած։ Այդ չարց եք տալի Դե ասում։ հիմա իշխանությունը Ձեզ օրինակ ձեզ թվում է դուք հիմա որ հրապարակ օրաթերթում աշխատել եք, հիմա այս բանում լրատվականում աշխատում եք, ձեզ հեչ հայհոյում են, օրինակ այս հարցը ձեզ դուր գալիս, այս հարցը ձեզ դուր գալիս։ Չի բացառում, որ ինչ-որ մեկի հարցը ձեր աջակիցներից մեկի հարցի համար Հորդորում եմ, որ չհայհոյեմ ձեզ։ Հորդորում եմ, որ ձեզ ու ձեր լրատվականին չհայհոյեմ։ 18 թվականին պետք է Նիկոլ Փաշինյանը այդ հորդորը հնչեցներ, երբ որ ատելության այսպես Նարեկ, ինձ մեկ թվում է դու իրոք չես կարդում լրատվական դաշտ, անկեղծ եմ ասում։ Ինձ մեկ թվում է դու չես կարդում։ Որտեվ ուղղակի եթե կարդակ ամենօրյա ռեժիմով տենակ ընդեղ ինչա տպագրվում, ուղղակի բան կանեք, էլի այս հարցերը ինձ մեծ հաշվով չեք տակ, ասեք թե այդքան փափուկ խոսում պարոն Ալեքսյան, ընդդիմադիր լրատվականների մասին։ Նորից եմ ասում, նողկալի վիճակ է, ժողովուրդ ջան, աննորմալ վիճակ։ Պարոն Ալեքսանյան, ինչու եք այսքան փափուկ խոսում ընդդիմադիր լրատվամիջոցների մասին։ Դիմակավորված ԱԱԾ-ականների ուղարկեք, թող ամեն ինչ ջարդի։ Դե դա մեր գործելավ։ Չէ, դա մեր գործելավոճը չի, Նարեկ ջան։ Տենց իդեպ ես ձեզ ասեմ, քաղաքացիներից ստացվող բողոքների երևի մի 60-70%-ը այս իրա մեջ պարունակում է մշտապես։ Մենք է բացատրում ենք, որ չէ, դա մեր գործելավոճը չի, ամեն դեպքում մենք ժողովրդավարական արժեքների կրողներ ենք։ Իսկ իշխանությունը փող չի դնում մեդիայի մեջ։ Համեկին 7 քանի միլիարդը որ պետ բյուջեից տալիս են, գետ ելնումի կողմ։ Գոնե դա օրենքով իմանում են։ Բայց իշխանությունը փող Որ մեծայի նկատի։ Տեսեք, օրինակ մեր կուսակցությունը ունի լրատվամիջոց, որի մասին բոլորը գիտեք, ինչ արվում է թափանցիկ եղանակով կուսակցության հանգանակություններից գոյացող գումարները, օրինական ձևով հարցումները ուղարկում եք, ասում եք որտեղից կուսակցությանը փող, կուսակցության բյուջեն լրատվամիջոցի։ Չեմ կարող կոնկրետ ասել, կարծում հարցում որ ուղարկեք կարող է իմանաք, չգիտեմ դա էլի հաշվապահությունը ձեզ ավելի կոնկրետ կասի, բայց ցանկացած լումա այնտեղ ներդրվում է օրինական թափանցիկ միջոցներից։ Ինչը շատ նորմալ է իմ ընկալում։ Լրատվամիջոցն է, դե ատելության խոսք տարածում տոնալ։ Ինչ ատելության խոսք, ինչ էր ասում։ Այսինքն չէ, մի վարքյան, հիմա անցած օրը, այդ որ ասում եմ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ տեղի ունեցավ միջադեպ, այդ միջադեպի ժամանակ տեղի ունեցան որոշակի դեպքեր ու դրանցից հետո ընդդիմադիր լրատվականներում տպվեցին հետևյալ վերնագրերը. Արցախցի ակտիվիստների լկտի արցախցի պրոիշխանական ակտիվիստների լկտի պահվածքը քանիսը թիրա բան արեցիք Ես չեմ համոզվել կախոսը եթե տեսնեի հա շատ լավ դե շատ լավ ընդդիմադիր լրատվականներում հիմա կոնկրետ այս բանը չեմ հիշի դե հիմա նկատի ունեմ որտեվ երկակի ստանդարտները ժողովուրդ ջան երկակի ստանդարտները երբեք լավ բանի չեն բերելու Դեք որն է պարոն Ալեքսանյան որ դուք ասում եք կոնկրետ ձեզ ասում է այսպիսի վերնագիր եւ ճարտարար Ղարաբաղցիները ու ես դա հիշում եմ Ուկրաինում ինչ որ մի հատ իրադարձության հետ կապված Դուք դա հիշում եք Նարեկ ջան շատ լավ հիշում եք միանշանակ հիշում եք հա Ինչ եմ սա ասում որտեվ դուք իշխանության ներկայացուցիչ ձեր մասով պետք է խնդրահարույց արտալ ընդդիմությանը պետք է իրենց Բայց դուք տալիս եք ընդդիմություն ձեր գործընկերոջը լրագրողի ձեր գործընկերոջը Անդիմադիր падգամավորի օկնականը խփեց։ Ուղիղ իմաստով խփեց։ Այո։ Ու դրանից հետո այդ падգամավորի օկնականի ատելության խոսք պարունակող տարատեսակ գրառումները ձեր կայքերում տեղադրում եք, ժողովուրդ ջան։
Դե հիմա այդ բանը էլի, դա էլ է ցուցիչ, այսինքն մեծ հաշվով բանի հարցը, հասկանում եք, դա էլ է Սերժենի հարցը էլի լրատվական մեծ հաշվով։ Որ Լևոն Քոչարյանի օգնականը նոր է լսել, որ Գյումրիում ընդունված է այդ տարածքին նման կերպ ասել։ Բայց իմ հարցը հետեւյալն է։ Պարոն Ալեքսանյան, երբ որ ցես կոնկրետ խնդիր է ասվում։ Ջեմա իշխանությանը անդադ մեղադրում եք մամուլի նկատմամբ։ Երբևէ լսել եք իշխանական падգամավորի օգնականը կամ իշխանական падգամավորը լրագրողի հարվածի ժողովուրդ։ Վիլեն Գաբրիելն է հայոյում էր բացառ։ Դե Վիլեն Գաբրիելյանը դրա համար Վիլեն Գաբրիելյանը ի պատիվ իրեն դրա համար։ Ի պատիվ իրեն։ Ստանձնեց իր արածի պատասխանատվությունը, չէ, օրինակ իսկ գնացել եք, օրինակ հարցրել եք ինչ որ ընդդիմադիր падգամավորներին ինչ են պատրաստում անել իրենց այն օգնականի հետ, որ լրագրողի հարվածը չեք հարցրել։ Ինչի չեք հարցրել։ Ինչ արեց։ Այսինքն դատը գնում է կարծեմ, բայց ինչ չեք արել, ժողովուրդ ջան, ինչ չեք արել, ինչի չեք արել ու եկել եք ինձ։ Ինչ եք արել, ինչ եք հարցրել։ Հենց այդ օրը։ Մենք պետք է իշխանության ներկայացուցիչին տանք իրենց հետ կապված հարցեր եւ թույլ տվեք իմ հարցը։ Դե հա, իշխանության ներկայացուցիչներին տվեք, ես երբեք ձեր հարցերի չեմ խոսում։ Ես խոսում եմ ձեր միակողմանիությունից, ժողովուրդ ջան։ Իմ հարցը սկսեմ, բայց թույլ չեք տալիս ավարտել։ Պարոն Ալեքսանյան, կոնկրետ դեպք է ասվում, որ նման խնդրառույց վերնագիր է եղել, բայց դուք փոխանակ դրան հիմնավորեք կամ ասեք, օքեյ, սխալ եղել, դուք ասում եք, այ տեսեք, տրիբունում, 24 նյուզում, ֆլանում, ֆստանում էլ դե նման բան կա։ Չէ, կներեք, մի վարքյան։ Ձեր արձագանքը ուրիշ տեղ է։ Կներեք։ Նախ գիտեք ինչ է իմ արձագանքը դրան, որովհետև ձեր նշած օրինակից հետո լրատվականը իր սխալը ընդունել է։ Այն մնացած տեղերը երբեք իրանց սխալը չեն ընդունել, արեք ջան։ Ու ձեր նշած դեպքից հետո միած sense կոնկրետ ատելության արշավա սկսվել այդ լրատվականի նկատմամբ։ Իսկ մնացած լրատվականների նկատմամբ կես ծպտուն անգամ չկա, արեք ջան։ Այ հենց դրա համար եմ, այ դրա մասին է իմ ասածը, ժողովուրդ ջան։ Շարունակում է Civic-ը։ Ինչ արել օրինակ։ Էլ իր բաներով, հրապարակումներով, հիմա Դավիթ Լևոնյանի օրինակն եք բերում, ասում էր, որ Բագրատ Սրբազանը Ռուսաստանից ռուբլով փող է ստանում։ Ահացն պարզեց, որ նման բան չկա։ Ահացն չի պարզել, որ նման բան չկա։ Հայտարարություն տարածեց, Ահացն չի պարզել։ Գործակալ չի Ռուսաստանը։ ԱԱՑ-ն տեղեկացրեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, ինչը եւ նորմալ է, որտեղ ԱԱՑ-ն ռուսական KGB-ի բոլոր գործակալների տվյալներին չի տիրապետում։ Դուք համարում եք, որ նա Ես ինչ համարում եմ, ինչ չեմ համարում, դա իմ համարելիքն է, բայց դուք պնդում եք անում նորից խեղաթյուրված։ Դուք հիմա ԱԱՑ-ն չի ասում, ԱԱՑ-ն ասում է, ես նման տեղեկություն չունեմ, ինչը եւ տրամաբանական է։ ԱԱՑ-ն չի կարող ունենալ ռուսական ԱԴՑ-ի բոլոր գործակալների տվյալները։ Չի կարող ունենալ Civic-ը կարող է ունենալ այդ տվյալները։ Ես չգիտեմ, դա հարցի երկրորդ կողմն է, բայց դուք նորից իրականության հետ չհամընկնող պնդում արեցիք։ Ասիկ ԱԱՑ-ն ասում է չի եղել տենց բան։ ԱԱՑ-ն որ չունի նման Դե հանրության համար որն ավելի վստահ էլի նայեք Բագրատ Գալստանյանի միտինգներին քաղաքացիների մասնակցությունը կտենակ հանրության համար որն ավելի վստահ է։